Բարի երեկո, հարգելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր շտապ ուղիղ եթերի ձևաչափով ուզում եմ մի քանի կարևոր թեմայի շուրջ իրար հետ քննարկում անենք, 1-2 րոպե սպասենք, թող մեր ընկերները միանան ուղիղ եթերին, որ զրուցենք։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մենք որոշակի մանրամասներ իմանանք իմ ընկեր, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի եւ առհասարակ նրա այս պահին վիճակի մասին, այս պահին ինչ վիճակում է գտնվում Նարեկ Սամսոնյանը։ Նարեկ Սամսոնյանը այսօր լրանում է արդեն 14-րդ օրը, որ իրականացնում է հացադուլ։ Սա պետք է ֆիքսենք 14 օրը Նարեկ Սամսոնյանը ոչ միայն իրականացնում է հացադուլ, այլ նաև գտնվում է պատժախցում, հա, առհասարակ սա պետք է փաստենք։ Եվ այսօր մենք իմացանք, որ երեք Նարեկը տեղափոխվեց հիվանդանոց օրեր առաջ, 3 կամ 3 շաբաթ առաջ օրը։ Նարեկի առողջական վիճակը մի քանի օր առաջ իմացանք, որ վատթարացել է ու օրեցօր ավելի է վատանում, ոչ միայն նրա պատճառով, որ օրգանիզմը հյուծվում է հացադուլ իրականացնելուց, այլ նաև որ նա ունի հացադուլի հետ միասին, այսինքն հացադուլը կապ չունի դրա հետ, ունի առողջական խնդիրներ։ Առողջական խնդիրները փաստել է բժիշկը եւ առողջական խնդիրների եւ Նարեկի կյանքին վտանգ սպառնալու մասին խոսել են բժիշկները եւ բժիշկները արձանագրել են, որ Նարեկ Սամսոնյանին այս պահին պետքա շտապ վիրահատել, որովհետեւ այս պահին ապրելու հետ անհամատեղելի իրավիճակ է իր մոտ, հա, ինքը ունի վիրահատության խնդիր, վիրահատության կարիք։ Նարեկի ինքնազգացողությունը ավելի է վատանում, նրան տանում են հիվանդանոց, որովհետև սրտխփոցը մոտ լինում է ավելի շատ մեծ, չափ, ուրեմն շատ մեծ է լինում պուլսը, արագ է լինում, սրտխփոցի քանակը շատ է լինում եւ րոպեում ինչքան որ պետք է խփի, օրինակ եթե նորմալում պետք է լինի 60-80, Նարեկի մոտ 140 եւ ավել է լինում։ Այսինքն եւ այդ ժամանակ չեն լինում բժիշկներ, լինում է բուժակ, ով նայում է, որ Նարեկի սրտխփոցը ավելացել է, Նարեկին տանում են հիվանդանոց, շատ լավ։ Եվ որ Նարեկին տանում են հիվանդանոց, այնտեղ արձանագրվում է, որ սրտխփոցը անցել է ու ըստ էության այս պահին խնդիր չկա, խնդիրը համարում են լուծված, վերականգնված է Նարեկը համարվում ըստ բժիշկների, բայց Նարեկի ինքնազգացողությունը ոչ մի ձև չի փոխվում, այսինքն այդ մարդը ունի հենց հիմա վիրահատության կարիք եւ հենց հիմա վիրահատության կարիքը կապ չունի սրտխփոցի հետ, այսինքն սրտխփոցը դա ինչպես ասում են պաբոչնի էֆեկտ է, հա, այդ ինչ որ այս իրավիճակում որ Նարեկը պահում է ուրեմն հացադուլ է իրականացնում, մենախցում է, օդի խնդրեմ ունի այնտեղ լաշնչառության, որովհետև մենախուցը ավելի պատժախուցը ավելի մեծ խնդիր է առաջացնում կալանավորի համար, քան այն ժամանակ, երբ որ դու հացադուլ չես անում եւ հացադուլ ես անում, օրգանիզմը որոշակի վերադասավորում է ապրում եւ այդ վերադասավորումը հետեւյալ ձևով ալնում։ Օրգանիզմը սկսում է օգտագործել իր ռեզերվային ռեսուրսը, որպեսզի կարողանա կյանքը ապահովի, այսինքն ինքը օգտագործում է իմունիտետը ամբողջությամբ, որպեսզի դու կարողանաս ապրես, որովհետև օրգանիզմը գտնվում է ստրեսի մեջ, որտեղ դու ըստ էության բացի ջրից որևէ բան չես օգտագործում, թեև ամբողջ կյանքում եւ առօրյայում քո ապրելու սովորել ես, որ դու պետքա սնունդ օգտագործես, հա։ Հիմա նայեք, այս ամեն ինչի զատ նաև օրգանիզմի ռեսուրսները օգտագործում է հիվանդությունը, այսինքն
առողջական խնդիրները, որը Նարեկը ունի, համատեղելի չի այսօրվա իրավիճակի հետ, համատեղելի չի հացադուլի հետ, համատեղելի չի կալանքի հետ, համատեղելի չի կալանավորված լինելու հետ եւ Սամսոնյան Նարեկը այսօր Սամսոնյան Նարեկի կյանքին այո վտանգ է սպառնում։ Պետքա փաստենք, որ ոչ միայն Նարեկը քաղբանդարկել է, ոչ միայն Նարեկը հացադուլ է իրականացնում, Սամսոնյան Նարեկի կյանքին վտանգ է սպառնում այս պահին եւ բոլոր այն կառույցները, ովքեր լռում են, բոլոր այն դիվանագիտական ներկայացությունները, որոնք լռում են, մասնակից են այս իրավիճակին, որը Նարեկի կյանքը վտանգի է ենթարկում։ Սա է իրականությունը եւ մասնավորապես հացադուլից դուրս գալու եւ հացադուլի մասին որպես պարզաբանում, որտեվ տեսնում եմ, որ Facebook-ում քննարկումներ են ծավալվում եւ որոշակի ինֆորմացիա է տարածվում, որը չի համապատասխանում իրականությանը, ես ուզում եմ հստակեցնել, Սամսոնյան Նարեկը շարունակում է հացադուլը, անկախ իր առողջական վիճակից չի հրաժարվում հացադուլից եւ Նարեկի հացադուլից հրաժարվելու այդ խոսակցությունը հետևել ձևով է դասավորվել։ Նարեկին այսօր տարել են հիվանդանոց, որպեսզի իրականացնեն վիրահատություն։ Նարեկը պնդել է նաև, որ իրան այո վիրահատությունը անհրաժեշտ հիմա եւ քանի որ բժիշկը ասել է, որ անհամատեղելի է այս պահին վիրահատություն անելը առանց որոշակի վերականգնողական գործողությունների, որոնք ենթադրում են հացադուլից դուրս գալը, այսինքն հացադուլից դուրս գալը եղել է բժիշկի պնդումը, այն նրանից առաջ, որ եթե դու ինչ-որ գործողություն պետք է անես, այսինքն վիրահատություն կամ այլ գործողություն, դու պետք է հացադուլից դուրս գաս, որ քո օրգանիզմը կարողանա դիմանա այդ ինչ որ պետք է արվի, հա, բժիշկների կողմից։ Այս ամեն ինչը, այս իմ ասացի տրամաբանությամբ Սամսոնյան Նարեկը ասել է եւ նաեւ իրավաբանների միջոցով տեղեկացրել է, որ բժիշկի պահանջով նա, քանի որ կյանքի հետ անհամատեղելի է այս պահին հացադուլ իրականացնելը, որպեսզի վիրահատություն իրականացնեն, ոչ թե Նարեկը որոշել է, որ իր խնդիրները լուծվել է կամ քաղաքական իր ուղերձը այլևս չի հղում եւ չի պայքարում հացադուլի միջոցով եւ համարում է իր ակցիան ավարտված, այլ ասում է, որ նա բժիշկների հորդորով պետքա հացադուլից հրաժարվել, որպեսզի շարունակեն, ասես նայեք, շատ sense մանրամասնում եմ 5 անգամ կներեք նույն բանը ասելու համար, բայց քանի որ շատ է ծավալվում այդ խոսակցությունները, հատուկ շեշտում եմ մի քանի անգամ, մի քանի ուղղությունից եմ նույն բանը փորձում ասել, որ դուք սիրելի ընկերներ հստակ իմանաք իրողությունը, հստակ իմանաք իրականությունը, վերջում ես կասեմ, որ Սամսոնյան Նարեկին իհարկե չեն վիրահատել եւ հետ են վերադարձել բանդ, Սամսոնյան Նարեկը այդ վատ վիճակում առողջական վերադարձել է բանդ եւ այս պահին եւս ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ Սամսոնյան Նարեկը չի դուրս եկել հացադուլից եւ շարունակում է իրականացնել հացադուլը առանց հրաժարվելու ըստ էության հացադուլից, որովհետեւ հացադուլից հրաժարվելու պատճառը եղել է բժիշկների հորդորը, որ առանց հացադուլից դուրս գալու բժիշկները չեն կարող իրականացնել գործողություններ, որոնք հնարավորություն կստեղծեն վիրահատություն իրականացնելու։ Սա է էությունը, սա է խնդիրը եւ քաղբանդարկյալ Նարեկ Սամսոնյանը իրականացնում է հացադուլ մինչ այս պահը եւ նորից եմ ուզում հիշեցնել, որ դիվանագիտական ներկայացություններից մարդու իրավունքների պաշտպանության որևէ կազմակերպությունից այս պահին չկա որևէ արձագանք կյանքի վտանգի մասին Նարեկի, չկա որևէ արձագանք անհամատեղելիության կալանքի, չկա որևէ արձագանք ապօրինի քաղաքական հետապնդման եւ չկա որևէ արձագանք այն բանի մասին, որ Նարեկը շտաբ վիրահատության կարիք ունի եւ այդ շտաբ վիրահատությունը Նարեկի համար չեն անում։ Սա է էությունը, ես սա ուզում էի հատուկ ուղիղ եթերի միջոցով ձեզ հաղորդեի, սիրելի ընկերներ, եւ կարծում եմ, որ հաղորդեցի, եթե ինչ որ քննարկելու բաներ ունենք իրար հետ կամ ինչ որ մի բան հետաքրքրում է ձեզ կամ հարց ունեք ինձ ասելու, կարող եք մեկնաբանություններում գրել կամ կարող եք գրել ինձ
ինչ-որ ձևով նամակ Facebook-ով, Instagram-ով կամ այլ տարբերակով։ Շնորհակալություն, այսքան էր ասելիքս, մնացեք բարով, առողջ եղեք, Աստված պահապան բոլորիդ։ Տեսություն։